Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության գործարան։ Սա Երևանում վերահաստատեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Դեռ անցած տարի 2025-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ընկերությունը ստացել է NVIDIA-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ-ի հավանությունը։ Խոսել էին նաև գործարանի կառուցման մասին, սակայն այն ժամանակ նախատեսվող տարածքն ավելի փոքր էր, իսկ ծավալները ավելի սահմանափակ։ Այժմ ըստ Վենսի Հայաստանը ձեռք կբերի 41,000 միկրոսխեմա եւ կդառնա աշխարհի խոշորագույն տվյալների կենտրոններից մեկը։ Պարզ է, որ նույնիսկ այն առաջին փոքր համեմատաբար փոքր ներդրումը այնպիսի կարողություններ, որ Հայաստանում չկա, հա, գիտելիք, արտադրություն կամ ընկերություն, որը այդ ամբողջ ծավալը կօգտագործեր։ Ենթադրվում էր, որ արդեն նույնիսկ այն եղածը Հայաստանում աշխատելու է եւ հետո այլ պետություններ, այլ ընկերություններ վարձելու են այդ տարածքը հայաստանյան այդ միկրոսխեմաների վրա հաշվարկներ են իրականացնելու եւ տվյալները արտահանելու են։ Մեծ հաշվով գործարանը ստանալու է տվյալներ եւ արտահանելու է վերամշակված տվյալներ։ Դրանով է իր գործարանը։ Մեդիա փորձագետը նշում է, Հայաստանը չիպեր չի արտադրելու։ Մեր երկրում ստեղծվելու է տվյալների մշակման մեծ կենտրոն, այսինքն գործարանում կմշակվեն եւ դուրս կգան մեծ քանակությամբ տվյալներ։ Հիմա ավելի պարզ, ինչ տվյալների մասին է խոսքը։ Երբ դուք հարց եք գրում ChatGPT-ին, ասում եք գլուխս ցավում է, ինչ անեմ, ու ինքը պատասխանում է, դուք ստեղծում եք տվյալ, հա, այսինքն ChatGPT-ին ուղարկում եք տվյալ այն մասին, որ ձեր գլուխը ցավում է, ուզում եք մի ճարանի խորհուրդ տա։ Այդ տվյալը գնում է որևէ մի data center, հա, այսպիսի։ Այնտեղ անցնում է հատուկ, հա, այդ լեզվական մոդելների կողմից մշակում։ Մոդելը նայում է, բա ես մարդու գլուխը, որ ցավում է, ինչ են անում, հա, եւ փորձում է ձեզ պատասխան ուղարկել։ Մշակում է պատասխան եւ ձեզ ուղարկում է պատասխան, որ տիպը հոգիր չեք, տեղ խմեք կամ գնացեք բժշկի։ Պատկերացրիք։ Հիմա դա ամենապարզ кейսն է։ Իրականում հիմա արհեստական բանականության այդ մոդելները օգտագործվում են շատ ավելի լուրջ գործերի համար։ Ծրագրային ապահովում են գրում, ավտոմատացում են ամբողջական համակարգեր։ Միկրոսխեմաները եզակի են եւ գերհզոր։ Նման տվյալների կենտրոններ գործում են ԱՄՆ-ում, Գերմանիայում։ Չինաստանը նույնպես ստեղծել է անհրաժեշտ պայմանները, սակայն չունի NVIDIA-ի գերհզոր չիպերը ներմուծելու թույլտվություն։ Հայաստանում նման մասշտաբի նախագիծ իրականացնելու համար բավարար քանակությամբ մասնագետներ չկան։ Ուստի հավանաբար կներգրավվեն նաեւ արտասահմանյան փորձագետներ, տեխնիկական միացումներից մինչեւ ինտերնետային կապի ապահովում իրականացնելու համար։ Ենթադրում եմ, որ սրա հետ կապված ժամանակին կբացվի նաև Թուրքիայում որոշակի կապուղի, որտեղ տարածաշրջանային խոշոր կենտրոններ կան Թուրքիայում, եւ որպեսզի այս համակարգը լավ աշխատի, հաստատ մեզ պետք է լինելու ինչ-որ բայի, որպեսզի բացվի հոսք նաև Թուրքիայի հետ։ Այդ ենթադրությունների մակարդակով եմ ասում, բայց ուղղակի տրամաբանական է, որտեղ Վրաստանում ինչ-որ այդպիսի խոշոր կարողություն չկա, Իրանը ինչ-որ սանկցիաների տակ գտնվող երկիր է, մեր ճանապարհն է կամ Վրաստանով դուրս գալ դեպի Ռումինիա, Բուլղարիա, հա, ջրի տակով ծևծովի կամ ավելի արագ ձև կլիներ դուրս գալ Թուրքիա, որտեղ բեքբոններ կան, այսինքն խոշորագույն կապային հանգույցներ։ Այս պահին դեռ պարզ չէ, թե ինչ տվյալներ կպահվեն կամ կմշակվեն արհեստական բանականության գործարանում։ Առայժմ պետք է ստեղծվեն անհրաժեշտ տեխնիկական պայմանները։ Դեռ շատ հարցեր կան, սկսած կլիմայից։ Հայաստանում շոկ է, մինչև տվյալների կենտրոնի համար մեծածավալ էլեկտրաէներգիայի ապահովում, ինչը նույնպես խնդիր է։ Խնդիրները լուծելուց եւ գործարանը կառուցելուց հետո ցանկացած ընկերություն կկարողանա օգտվել գործարանի ծառայությունից։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։